Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարելույս մեր շատ սիրելի հեռուստադիտող, ինչպես ասում են պոետները, գարունն ամեն անգամ նորովի է գալիս, այս անգամ էլ մեկ արևոտ, մեկ անպամած եւ ինչպես միշտ մարտը այդպես էլ պետք է լինի այսօր մարտի 4-ն է աշխատանքային շաբաթվա վերջին օրը, որը մենք կանցկացնենք ձեզ հետ միասին։ Բարելույս սիրելի բարեկամներ, սկսենք նոր օրը հիանալի տրամադրությամբ եւ աշխատենք պահպանել այն ողջ օրվա ընթացքում։ Այս հոգեվիճակը պահպանելը երկար ապրելու երաշխիք է, բայց դժվարին ու անվերջանալի աշխատանքի արդյունք իհարկե։ Պարգևները, ձեռքբերումները եւ տոները երջանկության ժամանակավոր եւ արագ անեացող պահեր են։ Այո, եթե դուք ժպտում եք վաղ առավոտվանից ու չեք նայում, թե ձեզ օրվա ընթացքում ինչ հոգսեր ու խնդիրներ են սպասվում, ուրեմն դուք ամենաերջանիկ մարդն եք։ Երջանկության մի քանի բանաձև ներկայացնենք ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ կարևոր է դրական կողմեր գտնել ամեն ինչում։ Օրինակ, եթե դուք գեղեցիկ հագնված, թե անձրևոտ եղանակին դուրս եք եկել տանից հիանալի տրամադրությամբ եւ անցնող ավտոմեքենամ տենց ոտքից գլուխ ցեխ է շփում ձեզ վրա։ Եվ ձեզ սպիտակ զգեստը դառնում է Այո, սև, նույնիսկ այդ ժամանակ անիջան պետք է լինել լավատես։ Լավ տեսնել եւ լավ հիշել ավտոմեքենայի համարը։ Հոգեբանները վստահեցնում են, որ այս գործն ամենից լավատես լինելու մասին է խոսքը։ Ստացվում է կյանքում մեծ փորձությունների հանդիպած մարդկանց մոտ, եւ եթե ուզում եք երջանիկ լինել միշտ, ապա դադարեք ձեր զգացածը համեմատել ուրիշների ունեցածի հետ։ Երջանկությունը չի ավելանում չափելիս, ինչպես նաեւ չի պակասում կիսելիս։ Այո, երջանկությունը չունի սահման եւ չունի չափման միավոր։ Մասնագետները վստահեցնում են, որ ցանկության դեպքում երջանկությունը նույնիսկ կարելի է նաեւ սովորություն դարձնել, փնտրեք ու կգտնեք երջանկության առիթներ ամենասովորական երևույթներում եւ ժամանակի ընթացքում այդ փնտրտուքներն ինքնաբերաբար առանց ջանքերի կստացվեն։ Իսկ եթե 30 օրվա ընթացքում այս արարողակարգն իրականացնեք, ապա կարող եք համարել, որ արդեն իսկ անուղելի եւ քրոնիկ երջանիկ եք։ Շնորհավորում ենք ձեզ։ Հիշեք նաեւ, որ երջանկությունը մագնիսի պես ձգում է հաջողությունը։ Երջանիկ մարդիկ ավելի հաջողակ են, լավատես, էներգիայով լի, շփվող, որպես կանոն հաջող ամուսնություն եւ բարձր եկամուտներ են ունենում, լավ են աշխատում, շատ են շփվում, արդյունքում ավելի ամուր առողջություն են ունենում եւ ապրում են ավելի երկար։ Երջանկությունը նաև վարակիչ է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Եթե չեք հավատում, ապա ժպտացեք անծանոթ մարդկանց եւ կհամոզվեք ինքներդ։ Բոլորը կժպտան ձեզ մի փոքր տարօրինակ համարելով, բայց ոչինչ, կարևոր արդյունքն է։ Հա, դուք երբեք չեք իմանա, թե ինչ մտածես դիմացինը, բայց որ կժպտան պատասխան հաստատ։ Այժմ առաջարկում ենք երջանկության եւս մեկ բաղադրատոմս, հաճելի երաժշտություն վայելենք Շանթի ուղիղ եթերում։ Մուշուծող մարտասվեց կանաչ դաշտի ծաղկունքն անուշ բույր փրեց ու մեր գյուղի հավքերն էլ անթրան դեպի վեր ու իրենց
հետ երկս տարան երկին իմ ավեր հայրենի հայրենի ու մեր պապոց մծակողը ու իմ սիրելի ու մեր սարի չկնախնանջի տուն իմ հայրենի ախու մնաց անմեղ զուլավ սերն իմ առաջին հայրենի Հիանալի երգ Սուրեն Արուստամյանի հրաշալի կատարմամբ, հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը։ Այո, մենք շարունակում ենք։ Հաջորդ տարվանից բրիտանացիները կարող են ամուսնալուծությունը ձևակերպել սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է ընտանեկան իրավունքի հարցերով երկրի ավագ դատավորը։ Առցանց համակարգը զերծ կպահի կնոջն ու ամուսնուն դատարանի դալիճում հայտնվելուց հայտնում է Daily Mail-ը, սենց որ շարունակվի, հարգելի բարեկամներ, այսօր շուտով մենք տանից էլ դուրս չենք գա ընդհանրապես։ Ամուսնալուծվելու որոշում ընդունած ամուսինները կարող են առցանց պատասխանել ամուսնական կյանքի բարեկեցության և եկամուտների մասին բոլոր հարցերին։ Իսկ ընտանիքի և ամուսնության պաշտպանները խիստ դժգոհ են այս պարզեցված կարգից և վստահ են, որ այն միանգամից կազդի բաժանությունների վիճակագրության վրա։ Մեծ Բրիտանիայում 2000 կանանց շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ կանանց 1/4-ի համար աշխատանքն ավելի կարևոր է, քան բժշկին այցելելը։ Ավելի քան 1/3-ի համար էլ աշխատանքը ավելի կարևոր է, քան ընտանիքը։ Իդեպ Գերմանիայում աշխատում են 4 կանանցից 3-ը, իսկ Իտալիայում 2-ից 1-ը։ Գլուխ եմ պահում իտալացիներն։ Սկանդինավյան երկրներում աշխատում է կանանց ավելի քան 90%-ը։ Աշխատող իտալուհիների թիվը կազմում է մոտ 50%, իսկ 34%-ը չունեն եկամտի որևէ աղբյուր։ Շվեդիայում ընտանիքների միայն 4%-ում կարելի է չաշխատող սեփական եկամտի աղբյուրները չունեցող կին գտնել, պատկերացնում եք։ Բացի այդ, հայրերի 80%-ն օգտվում են այդ երկրում թույլատրվող տղամարդկանց վիզարձակուրդի իրավունքից, որպեսզի ծննդաբերությունից հետո կինը կարողանա միանգամից վերադառնալ աշխատանքի, իսկ նրանք մնան փոքրիկի հետ։ Խեղճ երեխաներ, իսկ ով է կերակրում այդ երեխաներին։ Մայրը կերակրում է, գնում է, բայց հայրը խնամում է։
Բա, այդ երեխան ձերն էլ է։ Իրականում մասնակցություն է հարկավոր ունենալ, հարգելի հայրիկներ, այդ երեխան միայն կանանցը չէ, ձերն էլ է։ Այժմ սովորությունների մասին, որոնք հատուկ են հանճարեղ մարդկանց կամ էլ օգնում են հանճար դառնալ։ Բժիշկներն անդադար պնդում են, որ հարկավոր է քնել 7-ից 9 ժամ, բայց այդ կանոնին սովորաբար չեն հետևում հանճարեղ մարդիկ։ Հայտնի գիտարար Նիկոլա Տեսլան վստահեցնում էր, որ քնում է օրական ընդամենը 2 ժամ, իսկ երբեմն աշխատում էր 84 ժամ շարունակ։ Պատմաբաններն էլ վկայում են, որ Լեոնարդո դա Վինչին քնում էր 20-ական րոպե յուրաքանչյուր 4 ժամը մեկ։ Ինտելեկտուալ մեծ կարողություններով ու ստեղծագործական խառնվածքով մարդիկ բոլոր ժամանակներում էլ կատուների մեծ սիրահար են եղել։ Գրեթե բոլոր հանճարներն ինքնամփոփ են եղել եւ հավատացել են, որ արժեք ներկայացնող գյուտը կարող է ծնվել միայն միայնության մեջ։ Այս պահին առաջարկում ենք դիտել ուղիղ 139 տարի առաջ այսօրը ստեղծված գյուտի բարձրախոսի միկրոֆոնի մասին տեսանյութ։ Առանց որի մենք իհարկե չենք կարող շփվել ձեզ հետ այսքան մտերմիկ։ Դիտենք։ Մեր լրագրողներից մասնագիտական գործիքն ու այլոց ոչ լրագրողների բարդույթավորման պատճառը գրեթե բոլոր երեխաների երազանքը, իսկ մեծահասակների համար մանկության երազանք։ Տրամադրություն չունեմ, վեճ խոսելու ցավը տանում։ Էցեք, բայց մենք ուշանում ենք ուղղակի աշխատանքից ներողություն։ Չէ, մենք ուշանում ենք աշխատանքից։ Կներեք, էլի ուշանում եմ աշխատանքից։ Առանց նրա խոսելը հեշտ է, իսկ նրանով խոսելը պատասխանատու։ Առանց նրա բողոքելը հեշտ է, նրա առջև բողոքելը լրիվ անարդարություն է, կներեք, էլի չեմ ուզում ոչ մի բան։ Կներեք մեզ էլի։ Կներեք։ Չեմ մի նկարի։ Ես չեմ կարող։ Կներեք։ Չէ, մի նկարել է ախտերս։ Իպա եկել իմ վրա։ Կներեք ես։ Չէ, մերսի։ Չէ, էլի մերսի։ 139 տարի առաջ, 1877 թվականի մարտի 4-ին, ամերիկացի Էմիլ Բերլիները ստեղծեց միկրոֆոնը, բարձրախոսը, առանց որի քաղաքակրթության շատ նվաճումներ թերևս անհնար կլինեին։ Ի դեպ, Բերլիները կատարելագործեց 1 տարի առաջ Ալեքսանդր Բելի ստեղծած կոնդենսատորային սարքը, մաքրեց և ուժգնացրեց հնչող ձայները։ Ու ստեղծման օրվանից միկրոֆոնը դատական գործընթացի առիթ ու պատճառ դարձավ։ Երկու հեղինակ չէին կարող կիսել գյուտի հեղինակային իրավունքը։ Երևի դրա համար է, որ այսօր էլ այն հեռու չէ նման առիթներ ստեղծելուց։ Ինձ հարցեր միտում։ Չէ, տարավ չտեմ, գնա։ Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Ոյ մի նկարեք էլի։ Ո՞ր թատրոնն է գտնվում։ Իդիտի վը։ Ավելնոր զրույցներ են, տեսնում։ Անցած լինի։ Այսօր արդեն լարով եւ անլար, մեծ ու փոքր, բավական թանկ ու շատ անհրաժեշտ, եւ որ մեդիա ոլորտն առանց միկրոֆոն, առանց չափազանցության, ուղղակի անհնար է։ Ազատ միկրոֆոն առանց մեկնաբանության։ Լսեք աղջիկ ջան, հիմա ճշմարտություն է գտնվում այդ ցեխի մեջ։ Տրամադրություն չունեմ, հավես չունեմ։ Կոչ որ մարդիկ շատ ժպտան։ Դրական էներգիան շատ լինի մարդկանցից։ Գա, չգիտեմ, տենց։ Ինչ վատաստեղ սովորել։ Ես հայերեն չգիտեմ, լավ չեմ հասկանում։ Չէ, բան չնեմ ասել։ Վատա, որ ասեն կոչ աշխատանք կա, ժողովուրդը չեն կարողանում ապրել, ինչ ասել։ Բողոքներից խորհուրդ կտամ բոլորին զուրկ։ Այսինքն բավարարվեք այն ինչով ունիք եւ մտածեք ավելի լավի մասին։ Ժպտան։ Հիմա ազատ եք։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը Շանթում։ Ես պաս։ Ես բան չունեմ ասելու։ Թե ինչու են մեր հայրենակիցները խուսափում միկրոֆոնի հետ շփումից, իհարկե այդպես էլ պարզ չդարձավ, իսկ այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է, որը մենք հայտարարում ենք միկրոֆոնի օգնությամբ։ Այժմ միանանք եղանակի տեսությանը, տեսնենք, թե մարտը ինչ է պատրաստել մեզ համար այսօր, բարի լույս Նորա։ Այո, բարի լույս Նորա, ինչ նորություններ ունեք մեզ համար։ Այսօր կարծես թեթև անձրևում շարունակվելու են տեղումները, թե ոչ։ Օրվա ընթացքում մարզերի մի մասում այո կդիտվեն տեղումներ անձրևի տեսքով, իսկ մի մասում առհասարակ տեղումներ չեն գրանցվի։ Իսկ անպամած եղանակը հայտնի է, երբ նորից կվերափոխվի ջերմարևի։ Անպամածությունն այսօրվա ընթացքում կպահպանվի։ Շնորհակալություն Նորա, դու միշտ բարի ես եղել, լսում ենք քեզ։
Այսօր հանրապետության տարածքը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում եւ կդիտվի առանց տեղումների եղանակ։ Միայն երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Արցախում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 5, ցերեկը մինչև 18 աստիճան տաքություն։ Եղանակային պայմանները կայուն են նաև Սյունիքի մարզում։ Մեղրիում գիշերը կգրանցվի 10, ցերեկը 23, Կապանում գիշերը 5, ցերեկը 22, Գորիսում գիշերը 6, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Վայոց Ձորի մարզում օրը նույնպես առանց տեղումների կլինի։ Ջերմուկում գիշերը սպասվում է 1, ցերեկը 15, Եղեգնաձոր քաղաքում գիշերը 6, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Ջերմ եւ արևոտ օր է սպասվում նաև Գեղարքունիքի մարզում։ Մարտունիում գիշերը կդիտվի 1, ցերեկը 10, Գաբառում գիշերը 0, ցերեկը 11, Սևանում գիշերը սպասվում է 2, ցերեկը նույնպես 11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում տեղումներ նույնպես չեն կանխատեսվում։ Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 0, ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 6 աստիճան ցուրտ, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում սպասվում է փոփոխական անպամացություն, սակայն այստեղ նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ։ Արարատի մարզում ցերեկն ամենուրեք կգրանցվի 20, իսկ գիշերը Արարատ քաղաքում 6, Արտաշատ քաղաքում մինչև 7 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր քաղաքում գիշերը սպասվում է 5, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն, Վաղարշապատում գիշերը 6, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Աշտարակ քաղաքում գիշերը կդիտվի 6, ցերեկը 18, Ապարանում գիշերը 0, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում եղանակը կայուն է։ Իջևանում գիշերը սպասվում է 7, ցերեկը 18, Դիլիջանում գիշերը 3, ցերեկը մինչև 23 աստիճան տաքություն։ Ջերմօր է կանխատեսվում նաև Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 3, ցերեկը 17, Տաշիրում գիշերը 1, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերից կսկսվի անձրև։ Գյումրիում գիշերը կդիտվի 1, ցերեկը 15, Աշոտսկում գիշերը 0, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն։ Այսօր ցերեկը տեղումներ չեն սպասվում նաև Մայրաքաղաքում։ Քամին հարավ-արևմտյան է 1-ից 3 մետր վարկյան արագությամբ։ Մթնոլորտային ճնշումը 668 մմ սնդիկիսյուն։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 55%։ Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 7, ցերեկը 20, Ավանում գիշերը 7, ցերեկը մինչև 18 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը։ Ձեզ հաճելի աշխատանքային օր եմ մաղթում եւ հաճելի հանգստյան օրեր։ Շնորհակալություն Նորա, քեզ եւս մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Դե ինչ, շարունակենք, հիշեցնենք մեր գործընկերոջը, մեր հաղորդման հովանավորն է իմը ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում եւ որովայնի 4 տեսոնոգրաֆիա։ Գործում է էքսպրես լաբորատորիա, իսկ վահանաձև եղձի ստուգումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվագրության ստուգումը կատարվում է անվճար։ Մինչև մարտի 8-ը իմա կենտրոնում արյան ընդհանուր հետազոտությունը կատարվում է ընդամենը 1000 դրամով։ Իմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոս 50 80 50։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը։ Բարի լույս է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն շաքարային դիաբետը խլում է տարեկան 3.5 միլիոն մարդու կյանք։ Այսօր մենք չենք խոսելու շաքարային դիաբետի, դրա բուժման եղանակներից, այլ կփորձենք հասկանալ ինչպես կարող են կանխարգելել այս հիվանդությունը։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի մասնագետ Իրինա Հայրիկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շաքարային դիաբետը հանդիպում է տարբեր տարիքային խմբերում։ Երբ հատկապես երեխաների մոտ է հանդիպում, արդյոք կանխարգելիչ տարբերակներ կան։ Դա չի վերաբերվում այն շաքարային դիաբետը, որով հիվանդանում են երեխաները։ Այդ առաջի տիպի դիաբետն է ինսուլինը կախված եւ իրենց օրգանիզմում ինսուլինը չի արտադրվում ընդհանրապես, ինչի պատճառով նրանք պիտի ստանան ինսուլին, որ շարունակեն ապրել։ Դա վերաբերվում է միայն շաքարային դիաբետի երկրորդ տիպի, երբ որ արդյոք կարելի է կանխել, եթե մարդը ճիշտ նկատի իրեն մոտ նշաններ, որը արդեն առաջի զանգերն են,
որ կարող է հիվանդանալ շաքարային դիաբետով։ Այդ առաջին նշանների մասին հիմա խոսենք, որ նշաններն են, որ պետք է մարդ գլխի ընկնի ու ավելի հետևողական լինի իր առողջության նկատմամբ։ Առաջի հերթին պետք է լինեն այն մարդիկ, որ ունեն հիվանդ ծնողներ, մայր, հայր, քույր, եղբայր, իրենք պիտի անպայման այցելեն էնդոկրինոլոգի, որպեսզի լինեն հսկողության տակ։ Եվ առաջին նշանը, որ խոսում է, որ կարող է սկսվել է պրոբլեմը, այն է, որ հավաքում են ավելնորդ քաշ, ճարպակալումը, ճնշումի տատանումները եւ խոլեստերինի բարձրացումը։ Սա խոսում է նա մասին, որ զուգահեռ այդ process-ների հետ մարդու օրգանիզմում սկսում է շաքարի նյութափոխանակությունը խախտվել, դա դեռ շաքարային դիաբետ չի։ Եվ բժշկության մեջ ասում ենք нарушение толерантности։ Ինչպես այդ երևի կանխարգելման ամենալավ փուլն է։ Այո, այ հենց դրա մասին է ուզում ասել, որ ինչպես մենք կարող ենք այդ փուլում կանխարգելել խնդիրը։ Պետք է դիմել էնդոկրինոլոգի, անցկացվում են հետազոտություններ, հաստատվում է պրոբլեմը եւ կանխարգելումը այդ դեղամիջոցով է կատարվում եւ ապրելակերպով։ Այդ դեղամիջոցը պետք է այդուհետ միշտ օգտագործել, որպեսզի չառաջանա շաքարային դիաբետ, թե դա ինչ-որ բուժում է, բուժման կուրս է, որ հետո կարող ենք դադարեցնել։ Դա բուժման կուրս է։ Կարող է տևի մի տարի, կարող է տևի 2 տարի, բայց դա իսկ ապրելակերպ փոփոխելը ինչ է նշանակում։ Ապրելակերպ փոփոխելը այդ նշանակում է քաշ գցելը, շատ դանդաղ, կես տարվա մեջ հաջողվի քաշ գցել 5% սկզբնական քաշից, կարելի ասել, որ այդ մարդը ճիշտ ուղու վրա է եւ կանխում է եւ ատերոսկլերոզը եւ շաքարային դիաբետի զարգացում։ Ինչ չի կարելի անել, ինչ չպետք է որ մենք անենք, որպեսզի այն չխորանա, այն չզարգանա։ Պիտի ճիշտ սնվել, սահմանափակել ածխաջրերը, ինչ է ածխաջուրը, այդ բոլոր քաղցրեղ են։ Քաղցրեղենը, հացաբուլկեղենը, դա շաքարն է ամեն ինչ պատրաստվում է ալուրից, ծավարեղեն, բոլոր ծավարեղենը, կարտոֆիլը, որը որ մեր օրգանիզմում նույն ձևի դառնում է շաքար, գլյուկոզը, եւ շատ կարեւոր է, որ ֆիզիկական ակտիվություն լինի, պրինցիպը այսպիսին է, ինչքան ընդունեցի ածխաջուր, այդքան պիտի ծախսեմ ֆիզիկական աշխատանքով, ֆիզիկական ակտիվություն։ Բժշկուհի, մեկ հարց, հաճախ շաքարային դիաբետի առկայությունը տարեցները չափում են նրանով, որ եթե հաճախ ես ծարավուն բերանում, զգում ես չորություն, հաճախ ջուր խմելու ցանկություն է լինում կամ մեզի մեջ շաքարի պարունակություն է զգում, ուրեմն առկա է շաքար։ Արդեն շաքարային դիաբետ։ Դա արդեն ոչ թե առաջին նշաններն են, այլ առաջին նշանները չէ։ Նույնիսկ առաջին նշանների ժամանակ, որը ես արդեն ասեցի, նույնիսկ այդ ժամանակ հենց խնդրեմը դա է, որ հանձնելուց եւ ստուգելուց շաքարը լինում է շատ ցածր թվեր նորմայի մեջ եւ շատ խաբուսիկ ճանապարհով են գնում, որ մտածում են, որ դիաբետը չկա դեռ։ Բայց դիաբետը սկսվում է շատ ավելի շուտ, քան ֆիքսվում են բարձր թվեր արդեն շաքարային։ Շնորհակալություն։ Հետևեք ձեր առողջությանը, նաև մեր տեղատոմսերին քիչ անց մենք կրկին կմիանանք։ Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար, այժմ էլ խոսենք օծանելիքի ընտրության կանոնների մասին։ Նախ պետք է հիշել, որ ձեր ընտրած օծանելիքը առանց լրացուցիչ օգնականների պատմելու է շրջապատին ձեր բնավորության կերպարի մասին։ Մարդիկ օծանելիքի իրենց անհատական բույրը սովորաբար գտնում են 30 տարեկանից հետո։ Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի հասանելիության սեփական շառավիղը, այն հավասար է պարզած ձեռքի երկարությանը, որքան էլ զարմանալի է հոտերի ներգործության թույլ կամ ուժեղ լինելու վրա, ազդում է նաև մեր սննդակարգը, օրինակ կծու սնունդն օգնում է հոտի թնդության
թնդությանը։ Հարցում, ահա։ Պարֆյում V1-ը, որը ստեղծվել է անգլիացի լեգենդար պարֆյումեր Արտուր Բեռնհեմի կողմից, Gianni V. Sulman նորաձևության տան համար ամենաթանկն է համարվում ողջ աշխարհում։ Այս բույրը հավասարապես կարող են օգտագործել եւ կանայք եւ տղամարդիկ, սակայն վերջին անգամ այն շուկա է դուրս եկել 1998 թվականին 173 սրվակ քանակությամբ։ Ներկայումս այդպիսի սրվակի գինը հասնում է $84,000։ Դեֆիցիտ է փաստորեն։ Բեռնեմը ծախսել է 5 տարի մշակելով բույրերի եզակի համակցություն, օծանելիքի հիմքում ընկած են վարդի եւ խեժի բույրերը։ Պարֆյում V1 սրվակների երջանիկ տերերից են եղել Մայքլ Ջեքսոնը, Էլիզաբեթ Թեյլորը, Մայք Թայսոնը եւ այլոք։ Օծանելիքը պատրաստվում է բացառապես պատվերով։ Շատ երկրներում օծանելիք նվիրելը խիստ ռիսկային քայլ է համարվում, իսկ Ֆրանսիայում նույնիսկ վիրավորական ամուսնացած կնոջ է օծանելիք նվիրելը, քանի որ դա միայն ամուսնու մենաշնորհն է, մեզ մոտ է, բայց արդեն զարգանում այդ։ Որ վիրավորական է։ Այո։ Վիրավորականը չգիտեմ, բայց սա շատ նուրբ ընտրություն է, կամ պիտի շատ լավ ճանաչես, կամ ստացվում է, որ դու պարտադրում ես սեփական կարծիքդ։ Ընդհանուր առմամբ օծանելիքից ճիշտ օգտվելը մարդու դաստիարակված եւ կիրթ լինելու չափանիշ է համարվում մեր օրերում։ Իսկ թե ինչպես կարելի է դառնալ այդ մշակույթի կրողը, կպարզենք տեսանյութի օգնությամբ։ Դիտենք։ Գիտական տվյալներով մարդկային քիթը կարող է տարբերել մոտ 10,000 բույր։ 20-րդ դարի վերջում ֆրանսիական օծանելիքային միությունը Ժան Կերլեոյի գլխավորությամբ առանձնացրեց օծանելիքային 7 հիմնական ընտանիք, բայց անկախ այդ ընտանիքներից չկան նորաձև ու հնաոճ բույրեր, այլ հաճելի եւ տհաճ, որոնք արտնասնում են տարբեր զգացողություններ, հիշողություններ եւ ստեղծում տրամադրություններ։ Օծանելիք կրելու էթիկա։ Այո, օծանելիքն էլ է պահանջում հատուկ կանոնակարգ ու մոտեցում։ Ավելին, օծանելիքից ճիշտ օգտվելը մարդու դաստիարակված ու կիրթ լինելու նշան է։ Այդպես ամբողջ աշխարհում է, մեզ մոտ դեռ ոչ այնքան։ Իգիտություն։ Իսկական օծանելիքը պետք է 95%-ով բաղկացած լինի բնական բաղադրիչներից։ Դրանց 1 կիլոգրամի արժեքը կարող է գերազանցել $6,000։ Այդպիսի օծանելիքի հոտը կարող է բարձրացնել տրամադրությունը եւ դրական ազդել առողջության վրա։ Որակյալ օծանելիք։ Լավ օծանելիքի գույնը լինում է նուրբ վարդագույն, նուրբ երկնագույն, բաց դեղին։ Լավ օծանելիքի տուփը միշտ պատրաստված է լինում որակյալ թղթից կամ ստվարաթղթից։ Պիտանելիության ժամկետ։ Այո, մի զարմացեք, օծանելիքն ունի պիտանելիության ժամկետ եւ այն կարող է ծերանալ։ Օծանելիքը բույրը չի փոխում ամենաշատը 3 տարվա ընթացքում։ Հետո հեղուկը թանձրանում է, հոտը ցնդում։ Հնացած օծանելիքը կարող է նաեւ մաշկայրել։ Կեղծ օծանելիք։ Գույն ստանալու համար օծանելիք պատրաստողները օգտագործում են հատուկ ներկրված սրվակներ։ Կեղծ օծանելիքները սովորաբար ունենում են վառ գույն։ Օծանելիք եւ մարմին։ Պարֆյումերները մարմնի հատուկ հատվածներ են առանձնացնում բույրը ավելի երկար պահպանելու համար՝ ծոծրակ, դաստակներ, ականջների եւ ուսերի հետնամաս։ Իդեպ, եթե դուք օծանելիքը կամ հարդաջուրը ցողում եք հագուստին, հիշեք, որ հետո կրկնակի թարմացման կարիք չկա, քանի որ այդպես բույրը երկար է մնում։ Օծանելիքի բույրն ամենից լավ պահպանում են բուրդը, տրիկոտաժն ու մորթին։ Օծանելիք եւ եղանակ։ Խորհուրդ չի տրվում միևնույն բույրը երկար օգտագործել, այն սովորական է դառնում եւ օծանելիքի բույրի հանդեպ հակակրանք առաջացնում։ Ավելին, ձմռանը հաճելի բույրն ամռանը կարող է տհաճ լինել։ Ընդհանրապես օծանելիքը միանշանակ եղանակ ճանաչում է։ Որքան եղանակները տաքանում են, այդքան օծանելիքի հոտը պետք է նրբանա։ Որքան եղանակը ցուրտ է լինում, սուր, այդքան օծանելիքը կարող է ցույց տալ սուր հոտով։ Դրա համար յուրաքանչյուր կին թե տղամարդ միանշանակ պետք է ունենա մի քանի օծանելիքներ, ինչպես Կոկո Շանելն էր ասում, օծանելիք ինքը չի երևացող աքսեսուար է։ Ու ամեն անգամ նույն աքսեսուարը դու չես կրում։ Միշտ փոխում ես այդ աքսեսուարը, համադրում ես տարբեր շորերի հետ, նույն օծանելիք։ Օծանելիք եւ չափ։ Օծանելիքը փչեք օդում եւ մտեք օծանելիքի ամպերի մեջ։ Սա Estée Lauder-ի առաջարկած տարբերակն է, իսկ ընդհանրապես օծանելիքի բույրը պետք է զգացվի պարզված ձեռքի շառավղով եւ ոչ ավելի։ Կա նման կարծիք, եթե դու օծանելիքի հոտը չես զգում, այլևս քո մարմնի վրա նշանակում է դա քո հոտն է։ Հենց այստեղ էլ խախտվում է էտիկետի կանոնները, այսինքն ես չեմ զգում, նշանակում է օծանելիքից կամ հոտն է ցնդել, կամ էլ արդեն լավը չի, սկսում եմ լողանալ օծանելիքով։ Չի կարելի թույլատրելի քանակն է 1-2 կաթիլ օգտագործել, թե յուղի տեսքով, թե փչելու տեսքով։ Օծանելիքային չի կարելիներ։ Խորհուրդ չի տրվում օծանելիք օգտագործել մարզասրահ, պարասրահ կամ սպորտային նմանատիպ այլ վայրեր այցելելուց առաջ, նաև արևայրուք ընդունելիս։ Չի կարելիներն այսքանով չեն ավարտվում։
Հիվանդանոցներում պատկերասրահներ հատուկ, որը արգելված է, որտեղ օծանելիքի հոտը հնարավոր է ներկայնյութի հետ հպվելով ու նկարի վրա ազդի այդպիսի պատկերասրահներ կան, որ հենց անմիջապես թելադրում են օգտագործել, թե չօգտագործել։ Անգլիական շատ հարսանիքներում, որը արվում է հատուկ ակումբներում, այնտեղ ոչ միայն նշվում է ինչպիսի դրես կոդ պետք է լինի, ինչպիսի հագուստ պետք է հագնել, այլ նշվում է օծանելիքի հոտի մասին։ Անգամ խոսում են քաղաքակիրթ երկրներում դրա մասին նշվում է։ Իդեպ թանկ ու հայտնի օծանելիքի բույրն առաջին քայլն է հաջողված գործարքի ու հարաբերությունների։ Օծանելիք ընտրելիս հիշեք, մենք լավ զգում ենք միայն առաջին 3 բույրը, հետո արդեն բույրերը խառնվում են։ Նաև չմոռանանք, օծանելիքը կնոջ մասին պատմում է ավելին, քան ձեռագիրը։ Իրինա Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Առավոտաշանթում։ Այս պահին ընդմիջում ենք եթերը կարճատև կոմերցիոն դադարով, ինչից հետո ձեզ սպասվում է բացառիկ հարցազրույց։ Պրոֆեսիոնալ պարող, դաշնակահար, արտիստ և պարֆյումեր։ Իր առաջին օծանելիքը նա ստեղծել է 25 տարեկանում, 10 տարի անց նրա երևակայության և վարպետության ստեղծած բույրերը գերել են ոչ միայն ֆրանսիացիներին։ Օծանելիքի աշխարհահռչակ ֆրանսահայ վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանն այսօր մեր բացառիկ հյուրն է, իսկ թարգմանության հարցում մեզ կօգնի Էվրիկա Երիցյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ։ Նախ եւ առաջ շնորհակալություն ենք ուզում հայտնել հրավերն ընդունելու համար, մեզ համար մեծագույն պատիվ է ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Premièrement, nous voudrions bien vous remercier pour votre visite. Pour nous, c'est vraiment un grand honneur de vous avoir ici dans notre émission. Merci beaucoup. Monsieur Քյուրքչյան, դուք սովորել եք դասական բալետ, նվագում եք դաշնամուր, բայց դարձել եք պարֆյումեր։ Երբ, ինչու եւ ինչպես դա պատահեց։ On va parler un petit peu de votre chemin professionnel. Alors, vous avez étudié le ballet classique, vous jouez du piano, mais vous êtes devenu parfumeur. Comment ça s'est passé? Quel est le lien commun entre ces voies? Le lien commun pour moi c'est l'exigence, la perfection du geste ou du travail bien fait et l'idée de donner du plaisir aux gens. Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ բրենդը Maison Patrice Քյուրքչյան ստեղծվել է Ֆրանսիայի Փարիզի հոտի, Փարիզ քաղաքի գեղեցկության շնորհիվ, հա, ինչ է ձեզ հուշում մեր քաղաքը, ինչ կստեղծվեր մեր քաղաքով ոգեշնչվելով։ Qu'en pensez-vous? Notre ville Erevan, qu'est-ce qu'elle vous aurait inspiré pour créer un nouveau parfum? Parce que dans l'une de vos interviews, vous avez déjà dit que la Maison Kürkçyan a été créée par l'inspiration de la beauté de Paris. Alors pour notre ville, pour Erevan, est-ce que tu penses que tu allais peut-être être inspiré? C'est difficile de répondre en une phrase et si rapidement. Mais je sais qu'en Arménie, il y a la richesse des plantes, des fleurs et qu'il y a certainement des sources d'inspiration. Ես կարծում եմ, որ Հայաստանում նույնպես կան շատ ոգեշնչման աղբյուրներ, որտեղ կան շատ գեղեցիկ ծաղիկներ եւ բույսեր։ Նու մեր քաղաքից հիմնականում շատ խորովածի ու քյաբաբի հոտ է գալիս որոշ տեղերից։ Բնավ ոչ։ Ինչն է ձեզ այս անգամ բերել Հայաստան, եթե չեմ սխալվում 5-րդ անգամ եք այստեղ եւ ամեն անգամ ներկայացնում եք ձեր բույրերը, այս անգամ որ բույրն եք ներկայացնում։ Si je ne me trompe pas, c'est déjà votre 5e visite à Erevan. Alors, quel est votre objectif de cette visite? Quel parfum vous allez présenter cette fois? Ma maison est représentée à Yerevan et en Arménie par la société Hermitage qui s'occupe de distribuer mes parfums en Arménie. Ուրեմն իմ Maison Kürkçyan ընկերությունը ներկայացվում է Երևանում Hermitage ընկերության կողմից, որը զբաղվում է իմ օծանելիքների դիստրիբյուցիայով։ Et ce soir, dans l'un des magasins Hermitage à Yerevan, nous allons organiser une soirée de lancement pour le dernier parfum que j'ai créé pour la Maison Baccarat. Եվ այսօր երեկոյան Hermitage-ի խանութներից մեկում մենք կազմակերպելու ենք իմ ստեղծած նոր բույրերից մեկի շնորհանդեսը։ La Maison Baccarat, c'est cette maison qui fabrique du cristal et qui est l'un des plus grands cristalliers français. Ուրեմն խոսքը գնում է Baccarat ընկերության հետ համագործակցության մասին, քանի որ Baccarat-ն հանդիսանում է ֆրանսիական բյուրեղապակու արտադրության խոշոր ընկերություններից մեկը։ Et ce parfum célèbre les 250 ans de Baccarat. Եվ այս օծանելիքը նվիրվում է Baccarat ընկերության ծննդյան 250-ամյակին։
Բարի, մենք մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին իհարկե հարցնում ենք ինչպես ստացվեց, որ դուք ծնվել եք Ֆրանսիայում, ինչպես են ձեր նախնիները հաստատվել այնտեղ։ Nous posons la même question à tous les Arméniens de la diaspora qui arrivent en Arménie. Alors, comment ça s'est passé que vos ancêtres ou que vous êtes nés en France et quelles étaient leurs occupations en France? Mes grands-parents sont arrivés de Turquie. Իմ տատիկ պապիկը եկել են Թուրքիայից Entre 1900, que je me trompe pas, entre 1909 1909 et թվականին 1925. եւ 1925-ի արանքում Ils ont été déportés. Certains n'ont pas été déportés parce qu'une partie de la famille habitait Constantinople. որոշ ընտանիքի մի մասը մնացել է Կոստանդնուպոլսում, մնացածը եկել են Ֆրանսիա Et ils sont tous arrivés par Marseille et եւ բոլորը remontés sur անցել են Paris. Մարսել քաղաքով եւ հաստատվել են Փարիզում։ Et mon grand-père du côté de ma mère était tailleur pour hommes. Իմ պապիկը մորական կողմից դերձակ էր Et mon grand-père paternel créait des robes de mariée et était fourreur. Իսկ իմ պապիկը հորական կողմից ստեղծում էր զգեստներ հարսնացուների համար։ Այսինքն նախնիներում ոչ ոք կապ չի ունեցել պարֆումերի հետ։ Ça veut dire que personne parmi tes ancêtres n'avait aucun lien avec la parfumerie. Ոչ։ Այս դեպքում երբ դուք հասկացաք, որ բույրերի նկատմամբ յուրահատուկ զգացողություն ունեք, չէ՞ որ պետք է, այսպես չգիտեմ, որ լավ շնչառություն դժվարում եմ ասել, լավ նրբազգացություն, հա, պետք է ունենալ։ Dans quelle étape, dans quelle période de votre vie vous avez compris que vous êtes sensible au parfum? Parce qu'en fait, pour créer des parfums, il faut être vraiment sensible. Je ne peux pas dire qu'il faut avoir une bonne respiration, mais il faut avoir une sensibilité précise. Il faut avoir une sensibilité au parfum comme un peintre a la sensibilité à la couleur en fait. Ես կարող եմ համեմատել, որ դու պետք է օծանելիքի հանդեպ ունենաս նույն զգայունությունը, ինչպես օրինակ նկարիչն է ունենում գույների հանդեպ։ Mon métier c'est de créer des parfums. Donc c'est de les imaginer avant même qu'ils existent. Un peu Իմ comme մասնագիտությունը ստեղծելն է օծանելիքներ, այսինքն պատկերացնել դրանք դեռևս այն этаպում, երբ դրանք դեռ գոյություն չունեն։ un peu comme un peintre va imaginer un tableau avant même que le peintre avant même que la peinture existe en fait. Ինչպես որ նկարիչն է պատկերացնում իր հերթական կտավը, մինչև այդ կտավը ստեղծելը։ Այսինքն դրա համար էլ է մուսա պետք։ Ça veut dire il faut avoir une inspiration, une muse. Oui, tout à fait, avoir une inspiration. Փորձարկումների արդյունք է, համ կարող եք տենց արտնանալ առավոտյան ու միանգամից։ Բայց չէ՞ որ յուրաքանչյուրի մաշկի վրա բույրը նոր շունչ է ստանում եւ այն կարող է դառնալ լրիվ այլ բան, քան պատկերացրել ես ի սկզբանե։ Mais à chaque fois, le parfum peut avoir de différentes couleurs, on va dire, sur la peau de chaque personne. Ça peut être différent d'une personne à l'autre. C'est ça ou pas? Il peut arriver que le parfum change légèrement d'une peau à l'autre, effectivement. Այո, դուք ճիշտ եք ասում, օծանելիքը կարող է թեթևակեորեն փոխվել մի անձից մյուսը։ Mais c'est un peu comme un vêtement qui existe en plusieurs tailles. Բայց դա նման է մի հագուստի, որը գոյություն ունի տարբեր չափսերով։ Et il y a la taille idéale qui est rêvée par le designer. Կա կատարյալ չափ, որը երազանքն է, այսպես ասած, Et դիզայների։ après, parfois, il y a des tailles très grandes et très larges que le designer n'a peut-être pas voulu. Եվ հետո կան նաև մեծ չափեր, որ միգուցե դիզայները չէր ցանկացել, որ այդպես լինի։ Այս դեպքում եթե համեմատություն եք անում հագուստի հետ, պետք է նշել, որ բույրը եւս պետք է կարողանալ կրել եւ ներկայացնել, թե Si vous comparez aux vêtements, ça signifie déjà que le parfum aussi doit être bien porté et bien présenté. Mais le parfum est un vêtement en fait. Բայց ես կարծում եմ, որ օծանելիքն ինքն իրենով արդեն հագուստ է։ C'est la chose la plus proche que l'on met. C'est même plus proche encore que le vêtement parce qu'on le met sur la peau. Դա Directement. ամենամոտն է, ինչ մարդուն գտնվում է, ամենամոտն է, որ մարդու մաշկին է գտնվում եւ նույնիսկ ավելի մոտ է, քան հագուստը։ Միանշանակ, եթե օծանելիքը լավը լինի, ոչ ոք չի տեսնի, որ դու օրինակ հագնված չես։ Այդքան լավը պետք է լինի օծանելիքի օդը։ Իսկ կարող ենք սպասել, պարոն Քյուրքչյան, մի շուտով մի հոտի, որը հենց հայկական sense անվանում կրի ու ասենք ամբողջ աշխարհում ներկայացվի որպես, ասենք, չգիտեմ, օրինակ Երևան, ինչ որ մի բան, չգիտեմ։ Est-ce que nous pouvons nous attendre à un nouveau parfum qui porte le titre, un titre arménien, ça peut être par exemple Erevan. Je voudrais vous faire plaisir, mais non, en fait. Ես կուզենայի ձեզ սիրով հաճույք կպատճառեի, բայց Non, չեմ non, la կարող, maison, ոչ։ les inspirations de la maison ne sont jamais liées à des villes. Գիտեք, Մեզոն Քյուրքչյանի ոգեշնչումը երբեք կապված չէ կոնկրետ որևէ քաղաքի հետ։ On m'a souvent demandé de refaire l'odeur de New York ou l'odeur de Tokyo et l'odeur de Hong Kong. Կարող են ասենք պատվերներ լինել կամ խնդրեն, որ Հոնկոնգի, Նյու Յորքի կամ Տոկիոյի։ Mais j'ai toujours refusé parce que je pense qu'une ville
elle existe à travers ces personnes, ces Բայց gens. ես միշտ հրաժարվել եմ այդ մտքից, քանի որ կարծում եմ, որ բոլոր քաղաքները գոյություն ունեն իրենց բնակչությամբ, այդ քաղաքում ապրող մարդկանցով։ Et c'est cet aspect-là de la vie qui m'intéresse en fait. Եվ կյանքի հենց այդ ասպեկտն է, որ ինձ հետաքրքիր է։ Տարիներ առաջ դուք ստեղծեցիք Մարի Անտուանետի բույրը, այսինքն վերստեղծեցիք այս բույրը, ինչով ոգեշնչված, նրանով, թե սա պարզապես ձեր համար հետաքրքիր էքսպերիմենտ էր։ Ça fait déjà des ans que vous avez créé, on va dire recréé le parfum de Marie-Antoinette. Quelle était votre inspiration? J'avais pas d'inspiration du tout, Ոգեշնչում չկար։ puisque j'ai retrouvé des formules d'archives d'origine Քանի որ ես գտա արխիվային բանաձևեր, qui dataient de 1770 à peu près. Որոնք մոտավորապես 1770 թվականի էին։ Et mon travail a été de reconstruire ces formules. Եվ իմ աշխատանքը ընդհանրապես այդ բանաձևերը վերակառուցելն է։ Donc ce n'est pas un acte de création. Այսինքն ես դա չեմ համարում, որ ստեղծել եմ։ Puisque les formules existaient déjà, c'est plus un acte de traduction pour traduire les formules qui étaient écrites en vieux français, Սա pour les ավելի traduire en շուտ հին français. հին ֆրանսերենով գրված բանաձևերը թարգմանելու process էր, ոչ թե ստեղծման։ Այս դեպքում ինչն է ձեզ համար ներշնչանքի աղբյուր հանդիսանում նոր բույր ստեղծելու համար, ոչ թե որը պատվերը, այլ որը ձեր սրտից է գալիս ու ձեր Dans ce cas-là, quand vous créez un parfum, quelle est la source de votre inspiration si ce n'est pas un parfum sur mesure? Si c'est votre imagination. L'imagination, elle varie complètement. Je vais vous prendre un exemple concret du parfum que je lance aujourd'hui, qui s'appelle Rouge 540. Ես բերեմ կոնկրետ օրինակ, Baccarat Rouge 540 օրինակը, որի այսօր լինելու է շնորհանդեսը։ La couleur rouge chez Baccarat est la couleur emblématique de la maison. Կարմիր գույնը խորհրդանշական գույնն է Maison Kürkçani։ Et pour obtenir du cristal rouge, Որպեսի կարմիր բյուրեղապակի ստանանք, il faut inclure dans le cristal en fusion de la poudre d'or 24 carats. 5 բյուրեղապակին պետք է տաքացնել, խառնել ոսկու փոշու հետ 24 կարատանի եւ իջես ջերմաստիճանով տաքացնել։ Et une fois que la pièce est faite, il faut la chauffer à nouveau à 540 degrés 540 աստիճանի տակ ջեռուցվում է, տաքացվում է, pour que la pièce puisse percer du transparent. որպեսի բաց գույնից, թափանցիկ Rouge. գույնից դառնա կարմիր գույն, այսինքն դա Et en բյուրեղապակի fait, հատուկ c'était process է։ l'inspiration de mon parfum. Եվ հենց դա էր dans- ոգեշնչումը իմ de օծանելիք travailler ստեղծելու։ autour de l'alchimie de la matière. Այսինքն քիմիայի վրա է աշխատում, ալքիմիայի վրա է աշխատում Et j'ai նյութի։ associé 3 ingrédients. Եվ ես 3 հիմնական ինգրեդիենտներ Dans եմ la formule, խառնել։ principalement 3 ingrédients. Այսինքն հիմնականում 3-ը, Pour recréer l'idée que j'avais du cristal. որպեսի վերստեղծեմ այն միտքը, որ ունեի Donc le բյուրեղապակուց, cristal, si on compare par rapport au verre, c'est dense, c'est lourd. ծանր է, խիտ է, Il y a de la transparence et de la luminosité. կա թափանցելիություն, Et լուսավոր է։ pour obtenir cette transparence, cette densité, il Et- faut le travail de l'artisan, un souffle d'air. Եվ որպեսի կարողանաս այդ միաձուլվածքը ստանաս թափանցելիության, պետք է արտիզանի աշխատանք Que արդեն։ l'artisan va insuffler dans la pièce quand il souffle, parce que toutes les pièces chez Baccarat sont des pièces soufflées. Le cristal est on dit soufflé. Քանի որ բոլոր բակարայի բյուրեղապակինները շատ հայտնի են։ Մենք սրվակին սովորաբար ուշադրություն չենք դարձնում, փաստորեն դա եւս շատ կարեւոր է, հիմնականում պարունակում։ Normalement, nous ne faisons pas attention aux flacons de parfum et nous pensons toujours au contenu, ce qui est dedans. C'est le principal. Կանանց համար ստեղծվելիք օծանելիքը եւ տղամարդկանց համար ստեղծվելիք օծանելիք։ Որն է տարբերությունը եւ բարդ չէ տղամարդուն ստեղծել կնոջ համար։ Ու ավելի հեշտ տղամարդու համար ստեղծել։ Այսինքն ավելի հեշտ է ստեղծել դրամատուրգ։ Դե քանի որ Normalement, quand vous créez des parfums, est-ce que c'est plus facile de créer un parfum pour femme ou pour homme? Quel est le travail le plus difficile pour un parfumeur? Les deux sont difficiles en Երկուսն էլ fait, դժվար pour des են, raisons différentes. բայց տարբեր պատճառներով։ Le parfum pour femme, c'est difficile parce que il y a eu beaucoup de créations déjà faites et qu'il faut trouver la modernité ou quelque chose d'encore nouveau est difficile. Կնոջ համար ավելի դժվար է իհարկե ստեղծել օծանելիք, քանի որ արդեն բազում բույրեր կան ստեղծված, դու պիտի քո խոսքը ասես, նոր խոսք ասես։ Et le problème avec les hommes, c'est qu'ils ne sont pas très aventuriers. Իսկ տղամարդկանց հետ դժվարությունը այն է, որ այդքան էլ արկածախնդիր չեն Les hommes նրան։ sont en général très classiques, donc les parfums ont Քանի որ tendance souvent à se տղամարդիկ շատ ավելի ressembler. դասական մոտեցում են ցուցաբերում։ Հնարավոր է արդյոք շատերիս մեջ կա կարծիք, որ բույրի ընտրության շնորհիվ հնարավոր է մարդու բնավորությունը, ցանկությունները եւ այլ բնորոշել։ Սա այսպես է թե ոչ։ Երբ մարդուն չեք ճանաչում, հնարավոր է բույրի միջոցով հասկանալ թե ով է նա։ Nous avons toujours un préjugé qu'on peut par exemple traiter une personne à partir du parfum qu'il porte.
Est-ce possible de caractériser quelqu'un à partir de son parfum, qu'en pensez-vous? Oui, un peu, c'est facile. Այո, մի քիչ հնարավոր է C'est mon travail aussi, donc c'est facile. Դա իմ աշխատանքն է, հետեւաբար ինձ համար հեշտ է։ Mais il y a des personnes qui ne portent jamais de parfum, qui ne font jamais de parfum. Moi, je porte pas de parfum. Jamais? Jamais. Ասում ես երբեք օծանելիք չեմ անում։ Երբեք չեմ օգտագործում։ Je travaille, donc je porte des parfums, mais quand j'arrête de travailler, je ne porte plus de parfum. Ասում եմ աշխատանքից մեջ օգտագործում եմ, երբ որ աշխատում եմ, բայց երբ որ վերադառնում եմ գործից դուրս, այլևս չեմ օգտագործում։ Կարող է նրա համար որ խանգարի ձեզ որ Գուցե Peut-être que ça va vous déranger un peu pour votre sens olfactif ou pas? C'est ça? De porter La de parfum. raison, Non, non, oui. c'est parce que quand je travaille pas, je ne porte pas de parfum. Չէ, ասում ես, C'est mon travail. Չեմ աշխատում, ես չեմ կրում, որտեղ ինքը իմ աշխատանքն է արդեն իսկ։ Սովորաբար լավ օծանելիքը մեզանում տարածված է, որ պետք է լինի թանկ, իսկ ոչ այնքան լավը պետք է լինի էժան։ Գինը կարող է բնորոշել օծանելիքի լավ կամ վատ լինելը։ Normalement, nous pensons que si le parfum coûte cher, donc c'est un bon parfum. S'il ne coûte pas cher, il n'est pas bon. Est-ce que c'est possible? C'est un Non, critère. c'est comme la cuisine. Գիտեք, դա նման է խոհանոցի։ Avec des bons ingrédients, en général, qui coûtent plus cher que des mauvais ingrédients, on a plus de chances de faire un bon plat. Լավ բաղադրիչները, լավ ինգրեդիենտներ եթե ունենք, ավելի մեծ հնարավորություններ ունեն լավ կերակուր ստեղծելու։ Եվ հակառակը, Mais on եթե peut faire aussi quelque chose qui est très mauvais aussi. Բայց իհարկե մենք կարող ենք այդ նույն լավ ինգրեդիենտներից պատրաստել ոչ այնքան հաջող կերակուրներ։ À l'envers, dans la simplicité parfois, on peut faire des choses très très bonnes. Երբեմն շատ պարզունակության մեջ հնարավոր է շատ լավ բաներ En fait, c'est pas une ստեղծել։ règle. Դա Mais պարտադիր c'est կանոն possible de չէ։ trouver des bons parfums qui soient pas trop chers. Բայց հնարավոր է գտնել լավ օծանելիքներ, որոնք շատ թանկ չարժեն։ D'ailleurs, je travaille pour des marques, pour beaucoup de marques. Ես աշխատում եմ Et շատ notamment, մարկաների համար։ j'ai toujours décidé de travailler pour des marques qui soient moins chères que des marques de luxe pour pouvoir Ես որոշել donner եմ, որ պետք է aussi աշխատեմ այնպիսի մարկաների հետ, այնպիսի le անունների meilleur հետ, produit որոնք possible շատ թանկ à չեն, des gens qui n'ont pas les moyens de s'acheter un très grand parfum. որպեսզի կարողանամ օգնել այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն միգուցե շատ թանկ օծանելիք գնելու։ Իսկ այսքան տարիների մասնագիտական շփման արդյունքում, հա, օծանելիք ասվածի հետ կա որևէ բույր, որ ամենից շատ եք սիրում ու անկախ բոլորից դա տարբերում եք դες համար։ Ça fait déjà օծանելիք, այլ որևէ բանի բույր գուցե։ Ça fait déjà bien des années que vous avez affaire au parfum. Est-ce qu'il y a un parfum spécifique ou pas forcément un parfum, une odeur spécifique de quelque chose que vous distinguez en particulier? Que j'aime. Oui, que vous aimez et que vous distinguez. Des odeurs d'enfance. Quand j'étais petit, de cuisine. Մանկության հոտը, Aussi beaucoup. մանուկի հոտը, երեխայի խոհանոցի հոտը։ Mitia Dolma, des choses comme ça. Բացի օծանել des choses comme ça. Տոլմայի ինչու ոչ։ Ես էլ մեծ հետո միշտ խոհանոցի հետ զուգահեռներ եմ տարել։ Ազգային lui aussi, il դուք dit շատ լավ toujours- խոհարար եք նաև, եթե Il dit Im mot que lui ăsta, aussi, il fait des parallèles avec la cuisine Ouais. et il pense que vous êtes aussi un bon cuisinier. J'aime beaucoup cuisiner. Այո, ես շատ եմ սիրում խոհանոցը Այո, իրոք որ պատրաստել։ լավ հոտարություն ունեցող մարդը չի կարող վատ բան պատրաստի, անհամ բան պատրաստի։ Հոտարությունն իրեն անում է։ Բացի օծանելիք ստեղծելուց, էլ ինչ եք սիրում անել, չէ՞, բալետի պարողը, դաշնակահարը, նախկին պարողը գուցե դժվար թե միայն օծանելիքով կարողանար սահմանը փակվել։ Ինչով եք լրացնում բեմի բացը։ Outre le fait que vous créez des parfums, qu'est-ce que vous aimez faire? Parce que vous êtes un danseur de ballet, vous jouez du piano. Alors comment vous arrivez à combler ce trou de la scène? Ça veut dire, vous n'êtes pas sur scène, comment vous arrivez? Comment je fais Oui, eh ben ça se comble pas. Գիտեք, դեռ չի լցվում այդ կետը։ Non, ça se comble pas, c'est pas remplaçable. Չէ, mեկը մյուսին չի կարող Donc, j'ai beaucoup փոխարինել։ d'amis qui font de la danse à l'Opéra de Paris Ես notamment. շատ ընկերներ ունեմ, Toujours. որոնք Փարիզի օպերայում ապարում են։ Mais donc je vais les voir et ça me donne déjà beaucoup de plaisir et Ես c'est գնում եմ merveilleux. նրանց տեսնելու եւ արդեն իսկ դա ինձ հաճույք է պատճառում։ Դժվար չէ դիտել ներկայացում, որտեղ կարող եք ապարել դուք ու չկաք։ Est-ce qu'il n'est pas difficile pour vous de regarder un spectacle où vous pourriez être danseur mais vous n'y êtes pas? Oui, c'est difficile. Այո, դժվար է։ Évidemment. Վարի, վերադառնալով օծանելիքին, ինչ է հարկավոր լավ պարֆյումեր լինելու համար եւ որն է ձեր հաջողության Bon, գաղտնիքը։ revenons à nos moutons. Qu'est-ce qu'il faut faire pour devenir un bon parfumeur et quel est votre code secret de succès? Le succès, c'est quoi? C'est le travail déjà. Հաջողությունը արդեն ենթադրում է աշխատանք։ Avoir une très bonne équipe autour de soi pour travailler. C'est Պետք է très ունենալ important շատ aussi. լավ թիմ, մարդ պետք է ունենա շատ լավ թիմ իր շուրջը, որպեսզի Parce que je կարողանա suis simplement աշխատել։ le résultat d'un travail collectif. Որովհետև ես միայն արդյունքն եմ հանդիսանում թիմային աշխատանքի։
Et enfin, le conseil que je peux donner à un jeune qui voudrait faire parfumeur, Խորհուրդը, որ ես կարող եմ տալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են դառնալ պարֆումյոր, il faut beaucoup de rigueur. C'est un métier qui est très exigeant. պետք է ունենալ աշխատասիրություն, որտեղ դա շատ պահանջկոտ Il y a մասնագիտություն à է։ peu près, pour travailler bien, il faut à peu près connaître 600 matières premières. Il faut pas faire quoi, Il pardon? faut apprendre 600 matières premières, connaître 600 matières Պետք է premières. կարողանալ, որպեսզի դառնաս լավ պարֆումյոր, ճանաչես հումքը, որի հետ Les matières աշխատելու premières, ես։ c'est comme les lettres de l'alphabet. Հումքը նման է, ինչպես ասենք, այբենարանի տառերին։ Si je ne me trompe pas, il y en a 37 chez les Arméniens. c'est Եթե ça չեմ սխալվում, հայերենում 37-ն են։ Non, c'est ça. Donc il y en a 600 chez les parfumeurs. Պատկերացրեք, որ 600-ը կա պարֆումյորների մոտ։ Et il faut apprendre toutes ces matières premières pour pouvoir à un moment donné arriver à travailler, à composer comme des couleurs avec un peintre en fait. C'est vraiment Պետք է ça. սովորել այդ բոլոր հումքերը ճանաչել, դա ասենք նույնն է, նորից նույն համեմատություն անեմ, ինչպես նկարիչը պետք է ճանաչի բոլոր գույները։ Մոտավորապես քանի տար պետք է պարունակի լավ օծանելիքը։ À peu près combien d'éléments doit inclure un bon parfum à peu près? Il n'y a pas de recette en fait. Չկա, Il faut le nombre d'ingrédients suffisant pour créer ce qu'il faut faire. Պետք է ուղղակի ունենալ, որ Un ասում parfum pour des fleurs, je voyais des fleurs là derrière. Un parfum pour des fleurs, c'est très compliqué parce que les fleurs sont complexes. Վերցնենք ծաղկային բույրը, օրինակ ծաղկային օծանելիք ստեղծելը շատ դժվար է, քանի որ parce que les fleurs ont quoi? Sont complexes. Շատ բարդ են Dans une ծաղիկները։ rose, par exemple, Օրինակ վարդի մեջ il va y avoir à peu près 250 composants. 250 différents. բաղադրիչ տարբեր։ Dans un citron, Կիտրոնի մեջ il va y avoir à peu près 50 composants à peine. ասենք mot 50 բաղադրիչ։ Donc en fait, c'est très variable. Դուք հասկանում եք, դա շատ տարբեր է։ Այո, շատ տարբեր է եւ շատ բարդ։ Մի օր դուք նշեցիք, որ կան պարֆյումեր նկարիչներ եւ պարֆյումեր արհեստավորներ։ Որն է տարբերությունը։ Un jour, vous avez dit, vous avez parlé des parfumeurs qui sont artistes et des parfumeurs qui sont peintres. Quelle est la différence? J'ai dit ça. Ասում եք իսի բանը, Այո։ Այո։ La différence entre un parfumeur artiste et un parfumeur peintre, je sais pas. Je sais pas pourquoi je pensais à ça. À ce Ասում moment-là. եք չգիտեմ ինչու եմ Mais- այդպեսի բան ասում, չեմ հիշում։ Non, je pense qu'il y a des parfumeurs qui sont aptes à faire avancer le métier, un peu comme tout d'un coup un chanteur va proposer une nouvelle mélodie ou une cantatrice va avoir une voix tellement exceptionnelle qu'elle va faire avancer les choses. Ասենք դա նման է, գիտեք, կան պարֆումերներ, որոնք օրինակ երգչուհի է, երգիչ է, ասենք նա, կարողանում է նոր երգ ներկայացնել, որպեսզի հաջողության հասնի։ Et c'est ce que j'essaie de faire. Եվ դա հենց այն է, ինչ ես փորձում եմ անել։ Բարի, շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, շատ հաճելի է այսօր գալել այստեղ։ Հիշեցնենք, որ մեր հյուրն էր պրոֆեսիոնալ պարող, դաշնակահար, արտիստ եւ պարֆյումեր Ֆրանսիս Գյուրքչյանը եւ թարգմանության հարցում մեզ օգնում էր Էվրիկա Երիցյանը, շատ հաճելի է ձեզ ցանկանանք, որ տեսնել Հայաստանում գտնվում է այս օրերին դուք ինչ-որ նոր բանով ոգեշնչվեք, Այո։ հենց Հայաստան եւ ստեղծեք նոր բույր եւ բոլորը իմանան, որ դուք Nous vous ոգեշնչվեք souhaitons հենց de Հայաստանում։ trouver de nouvelles sources d'inspiration en Arménie et que tout le monde sache que vous avez trouvé ici une source d'inspiration. Շնորհակալություն, հաջողություն եք ձեզ մաղթում։ Այս պահին կոմերցիոն դատարկ է։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Այժմ ժամանակն է հիշել մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է իմա ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում եւ որովայնի 4D սոնոգրաֆիա։ Գործում է էքսպրես լաբորատորիա, իսկ վահանաձև գեղձի ստուգումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը կատարվում է անվճար։ Մինչև մարտի 8-ը իմա կենտրոնում արյան ընդհանուր հետազոտությունը կատարվում է ընդամենը 1000 դրամով։ Իմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոս 50
80-50։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը ժողովրդական խորհուրդներով։ Առողջությունը կարելի է պահպանել նաև տնական ու բնական միջոցներով, այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Ռեհանն է իր բոլոր օգտակար ու լավ կողմերով մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Մենք առհասարակ կանաչեղեն շատ ենք օգտագործում մեր առօրյայում ու սննդակարգում։ Այս անգամ մասնավորապես Ռեհանից խոսենք, ինչ օգտակար կողմեր ունի եւ ինչի հետ է այն հատկապես համատեղելի։ Շատ օգտակար կողմեր ունի իր չոր եւ տաք բնավորության շնորհիվ, այն ազդում է թոքերի բորբոքման դեմ եւ եթե բորբոքումներ կա օրգանիզմում, ասթմատիկ երևույթներ, ապա պետք է անպայման, եթե իհարկե կա նյութափոխանակության խանգարում կամ այտուցվածություն, անպայման օգտագործում ենք Ռեհանի 2-3 տերևներ եւ թեյի ձևով արագ տաք ջուր, երջուր 200 գրամ եւ մենք ըմպելուց հետո ունենում ենք հրաշալի արդյունք եւ բացի դրանից ինքը քրտնեցնում է օրգանիզմի նյութափոխանակությունը լավեցնում եւ ի վերջո բորբոքային process-ը եթե կա ջերմություն անգամ ջերմությունը իջեցնում է եթե միզաքարային հիվանդություն է ապա այդ դեպքում վերցնում ենք թարմ ռեհան ընդ որում 4-5 այսպիսի ճյուղ եւ թեյի ձևով անընդհատ օգտագործում օրը 2-3 անգամ եւ քարերը աստիճանաբար մաշվում է եւ ի վերջո ռեհանը հենց այսպես տրորելով ձեռքերի վրա եւ ափից հոտ են քաշում, ապա եթե գլխացավ ունենք, արագ հանում է գլխացավը իր սուր հոտի շնորհիվ։ Եվ բացի դա, եթե կա ներվերի բորբոքում, եթե կա եռակողմ ներվի բորբոքում, ապա նույնպես շատ օգտակար է, բորբոքումը վերացնում է։ Բացի այդ ունի նաև հրաշալի մի բաղադրություն ռեհանով, որ օգնում է ծնկի ցավի դեպքում։ Վերցնում ենք ռեհան, ընդ որում հյութի տեսքով, 20 գրամ հյութը ավելացնում ենք խնձորի քացախի հետ, մոտավորապես խնձորի քացախը պետք է լինի 30 գրամ եւ մենք քսում ենք ծնկներին, ընդ որում ինչպես պետք է քսենք։ Շորը թրջում ենք մեջը եւ դնում ծնկերին, այնուհետեւ հետո թաց շորի վրա դնում ենք պոլիէթիլեն եւ իհարկե հաստ բրձյա շորով, ընդ որում անպայման գիշերը քնելուց առաջ ամբողջ գիշեր մնում է այդպես ոտքերին եւ մենք ունենում ենք առավոտյան աստիճանաբար, եթե 10 անգամ անենք, կզգանք ծնկի հոտերը ցավը հանգստացել է, իսկ եթե մենք տեսնում ենք, որ քացախից մեր մաշկը բորբոքվել է, լվանալուց հետո անպայման պետք է քսել որևէ ձիթայուղ կամ որևիցե քսուկ, որպեսզի յուղային լինի եւ բացի այդ, եթե շատ է կարմրում մաշկը, ապա անպայման ավելացնել հավասար չափաբաժնի ջուր, մի փոքր ջուր։ Իսկ ռեհանի սերմերը ինչով է լավ, վերցնում ենք ռեհանի սերմը, ընդ որում լցնում տաք եռմանջրի մեջ մի քանի րոպե, մինչև փափկի։ Փափկելուց հետո այն տրորում ենք, ծեծում, դարձնում հյուս, իսկ հյուսի վրա մենք ավելացնում ենք փոքր չափաբաժնի շիլայի վրա ավելացնում փոքր չափաբաժնով վազելին եւ իհարկե եթե թութք ունի յուրաքանչյուր մարդ կարող է քսել թութքին եւ գիշերը պարտի քնելու որոշ ժամանակ անց 1 ամիս ընդհանրապես եթե թութքը իհարկե շատ ամեն օր 1 ամիս քսելուց հետո մենք զգում ենք որ աղեստամոքսային տրակտը նորմալ է գործում թութքը չի ցավեցնում իրեն եւ ընդհանրապես կարծես թե արդեն փոքրացել է։ Շնորհակալություն այսօրվանից եւ այսուհետ ռեհանը ձեր սննդակարգում ավելի հաճախ օգտագործեք, իսկ մենք նոր պրպտումներով ու նոր դեղատոմսերով անպայման դեռ կհանդիպենք։ Մարտի 7-ից Շանթ հեռուստաընկերության Խոպանի տեսություն սիթքոմի նոր երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի, որի ընթացքում հեռուստադիտողներին սպասվում է նոր անակնկալներ եւ նոր հերոսներ, մանրամասները տեսանյութում։ Նոր գործողություններ, նոր կերպարներ, նոր սկանդալներ, ուր գնաց ինչ արեց Մարետան եւ նոր եթերաշրջան։
Մարդիկ այս ընթացքում գինու գործարան կբացեին, դու մի հատ գինի չես կարողանում բացել այդ տղա։ Խոպանի տեսությունը վերադառնում են նաև խոպան գնացած հերոսները։ Սիրելի սիթքոմից սպասեք նորություններ։ Սրանից հետո դու միայն թանկանոց ուտելիքներ ես ուտելու, իմ բալա։ Երկրորդ եթերաշրջանում նախագծին են միացել Անդրանիկ Հարությունյանը եւ Իվետա Եդիկարյանը։ Նոր կերպարները բերել են նաև նոր ինտրիգներ եւ նոր արկածներ։ Ստելլան ինձ շատ լավ առաջարկ արել։ Բայց ես Ստելլայի ցավը տանեմ։ Նույն հարկի տակ երկու տեկոր կին առաջին եթերաշրջանի հիմնական կոնֆլիկտը կշարունակվի երկրորդում։ Նոր զարգացումներով եւ նոր սրությամբ կոնֆլիկտը կստիպի ընտանիքներից մեկին հեռանալ մեծ ընտանիքից, սակայն ոչ շատ հեռու։ Շատ հաճելի կլինի համատեղ բնակարանում բնակվենք մենք։ Եվ այսպիսի բազմաթիվ փոփոխություններ, որոնց կծանոթանաք արդեն մարտի 7-ին եւ 8-ին, իսկ հաջորդիվ արդեն յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի կարող եք հարմար տեղավորվել հեռուստաէկրանների առջև եւ հետեւել արդեն ծանոթ ու սիրելի սիթքոմին նոր զավեշտալի զարգացումներին։ Սիթքոմը մեր կյանքից է, խնդիրները շատերին ծանոթ, հերոսները մեր շրջապատից։ Հանդիպման վայրն էլ ամփոփող է, Շանթ հեռուստաընկերություն։ Աշխատանքային ծանր շաբաթն ամփոփեք սիրելի հերոսների հետ ուրախ եւ զվարճալի արկածներով։ Դե դուք եք ասում, մի խնդացը քիչ եք ասում։ Ես ասի խնդում ես։ Լավ է, լավ։ Գարնանային առաջին հանգստյան օրերը հեռուստադիտողի համար առավել ուրախ դարձնելու գործում ջանք չխնայող Խոպանի տեսության ստեղծագործական թիմը այսօր մեր տաղավարում ներկայացնում են Եվա Տատիկի դերակատար Արշալույս Ավետիսյանը, նրա թորնուհուն Սյուզին մարմնավորող Անի Մալյանը եւ մյուս թորանը մարմնավորող Ռուբիկի դերակատար Հայկ Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, լավ եք։ Լավ, շնորհակալ։ Ումից սկսենք, լավ, ես հարցը տամ, դուք որոշեք ով է պատասխանել, տեսանյութից արդեն հասկացանք, որ երկու դերասան է ավելացել, այսինքն դերասանուհի եւ դերասան Իվետա Եդիկարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը, այսինքն ավելացել է եւս երկու կերպար։ Այ կերպարների մասին մի քիչ ավելի ծավալուն, նոր իրադարձությունների, նոր այս հերոսների եւ միգուցե սիթքոմը լքած կերպարների մասին մի քիչ խոսենք։ Ես կարծում եմ պիտի Անին պատասխանի այդ հարցը։ Բայց ես չի անի։ Իսկ ինչու՞ ոչ։ Դե կերպարներից մեկը իմ տղան էր Սուրոն, որը կար, ամենայնպես մենք կապի մեջ էինք իրար հետ, նոր կերպար որ եկել է։ Skype-ով շփվում եք իրար հետ։ Միշտ շփվում էինք իրար հետ։ Իվետան եկել է նոր որպես կերպար, ասած չգիտեմ ինչ կերպար է, որտեվ դեռ իրար հետ ոչ մի այդպիսի միասին տեսարաններ չենք ունեցել ու չգիտեմ հարևանուհի է, դա պարզավոր նոր հարևանուհի է, որը եկել է։ Բայց չէ, սցենար կարդում ենք, բայց մենք չգիտենք ինչ զարգացում ունենան եւ ինչ կերպար է, որ եկել է, սցենարով գիտեմ, որ դա ուղարկել է, այդպես է, չէ՞, մեր գնացած կերպարը։ Հա, բայց բացենք, հա, փակագծերը, թե։ Բացենք։ Չէ, կար, որտեղ հա սցենար, դեռ չի գնացել, չէ՞, հա, չենք բացում, լավ, փակագծերը չենք բացում։ Գանք ձեր կերպարներին, որպեսզի փակագծերը չբացենք եւ ինտրիգը այսպես չփչացնենք, փոփոխություն ապրել են որոշակիորեն ձեր կերպարները, թե նույնն են։ Միայն մի պարագայում, որ տղաս վերադարձել է, չնայած ես ինքս որպես կերպար չեմ որ նա վերադարձել է, արդեն ուրախ եք։ Դեռ չգիտեմ, գիտեք, ճիշտ ասած ուրախ եմ, թե ուրախ եմ որ վերադարձել է, հա, որովհետեւ Ինչի ինչ որ ես ուզում եմ համենայն դեպս իմ տղայիս հետ հարաբերությունները դեռ այն չի։ Ռուբիկի կերպարը դու էլի փող ես ծախսում, էլի Այլի փող ծախսում եմ, բայց մի բանն այն զուրախացնում, որ առաջի եթերաշրջանի վերջը երբ որ մոտենում էր արդեն, Ռուբիկի մեկ էլ Աննայի կերպարի մեջ ինչ որ հետաքրքիր մտերմություն մտավ, լուրջ այդ նոր գիծ էր ինչ որ, ու ես հասկացա, որ դա ուզում ենք շարունակենք այս երկրորդ եթերաշրջանում, բայց որ ասեմ տենց գլոբալ ինչ-որ նոր փոփոխություն իմ կերպարի հետ կապված դեռ չկա, հա ինքը էլի փող ծախսում է, էլի գնում գալիս է շատ դրսում քիչ տանը, բան տենց էլի։ Իսկ պասիվություն կա քո կերպարի, չէ՞, դու ինչ-որ Դե հա, տենց պատմվում է էլի։ Պատմվում է էլի, որ դա դուրս է եկել, իսկ փոքրիկ Սյուզիի կյանքում ինչ է փոխվել, որևէ բան փոխվել է։ Ոչինչ չի փոխվել, նույն գումարները նույն կաշառակերը։ Նույն կաշառակերն է։ Ինչքան ես հավաքել արդեն Սյուզի ջան։ Դե բավականին։ Դեռ այդքան շատ սերիաներ չենք նկարել, կարծում եմ շատ հավաքած կլինի։ Նկարահանումները ո՞նց են ընթանում, թեթև։ Այո, որտեղ առաջին եթերաշրջանի համեմատ ավելի թեթև եւ ավելի արագ ենք նկարահանում։
Ինչն է ձեզ այս process-ում դուրս գալիս, հա, որն է տարբերությունը առաջի եթերաշրջան ու երկրորդ եթերաշրջանի, ինչ-որ փոփոխություն եք նկատում։ Դե արդեն ավելի արագ ենք նկարում։ Բնականը ավելի դժվար էր եւ դերասանները եւ նոր կոլեկտիվ, ստեղծագործական կազմ այդ ամեն ինչը, բայց հետո կամած արդեն որ դառնում ենք քույր, եղբայր, ընկեր, մամա, պապա։ Իմիջիայլոց դա էլ է հենց ուզում հարցնել, դուք մարմնավորում եք տատիկ եւ թորնուի, հա, բայց ինձ թվում է արդեն ռեալ կյանքում էլ դուք երևի ինչ որտեղ տենց ուղեղի հատվածում պատկերացնում եք, որ Սյուզին բայց Սյուզի չէ, Անյան, Ռուբիկ ենք ասում, Հայկին, դե ասենք Հայկ, ասում ենք Ռուբիկ։ Այնքան ենք մտել այդ ամեն ինչի մեջ ու այնքան ենք շփվում իրար հետ կերպարային, որ մենք դուրս են գալիս, էլի նույն կերպարները մնում, այնպես ասում են տատ, բոլորը տատ։ Ամեն դեպքում նոր եթերաշրջան, նոր էներգիա, նոր ուժ, նոր տաղավարներ, հա, հետաքրքիր գույներով, սիրուն պավիլյոններ ունենք։ Նոր ուժով նկարում ենք, էլի, հուսով եմ լավ կլինի։ Դժվար է, ինձ համար օրինակ ես այդպես եմ անցնում, որ շատ դժվար է հումորային կերպար կերտելը, որովհետև որ կա տրամադրություն չունես, որ կա հավես չունես, հազար մի պատճառներ կան, որ կա ստրեսի մեջ ես էլ չեմ ասում, ինչպես է կարողանում այդ դա թողնել նկարահանման տաղավարից դուրս եւ ուրախ տրամադրության մտնել տաղավար եւ այս տրամադրությունը փոխանցել մեզ բոլորիս հանդիսատեսին։ Դա մասնագիտական է։ Միանշանակ մասնագիտական է, մենք դա ինստիտուտից սկսած արդեն սովորել ենք, որ երբ որ մտնում ենք տաղավար, նկարահանումներ, նույնը բեմ, մտնում ես ամեն ինչ թողնում ես դրսում։ Լավ, ձեզ համար որը ոչ պրոֆեսիոնալ է։ Դե դերասանների ուրախ տրամադրությունը ինձ տրամադրում են։ Եթե անգամ տխուր եմ լինում, մթնոլորտը տրամադրում է, որպեսզի ուրախ լինեմ։ Ես դու ստորիկում ես Կարեն միշտ պետք է ուրախ լինեմ։ Մթնոլորտից վարակվում ես փաստորեն։ Որն էր քեզ համար ամենաբարդը նկարահանման տաղավարում։ Ամենասկզբում, եթե փորձես հիշել։ Ամենասկզբում կար մի սերիա, երբ գնացել էին քաղաքից դուրս եւ ետ էին գալիս, այդ ժամանակ Հայարփին ինձ վրա ջուր էր լցնում, այդ սերիան էր դժվար նկարահանելը, որովհետեւ տաղավարում ցուրտ էր, իսկ ջուրն այդքան տաք չէր։ Այդ իսկ պատճառով մի քիչ դժվար էր, բայց ընդհանուր առմամբ դժվարություններ քիչ են հանդիպում։ Հետո չհիվանդացար, ամեն ինչ նորմալ է։ Լավ, բարի։ Ամենակիչ խնդիրը հատուկ էներգետիկա ունի ընդհանրապես բեմն էլ նկարահանման տաղավարն էլ, որ շատ նույնիսկ եթե հիվանդ ես լինում, հենց ասում են մատոր, ամեն ինչ վերանում է, ճիշտ եմ ասում։ Նույնը բեմը, ջերմությունով, ինչ որ խնդիրներով, ինչ որ հիվանդություն գալիս ես մտնում ես բեմ, վերջ ամեն ինչ։ Բայց Տիկին Արշալես, հիմա դուք օրինակ տարիների փորձ ունեցող դերասանուհի եք, ասեք, որ ամենաբարդ ժանրը ըստ մեզ դա կոմեդիան է, էլի։ Միանշանակ։ Այո, բոլոր մասնագետները դա նշում են։ Հա, եւ սցենարիստը, եւ գրելու համար շատ դժվար, որտեղ հումոր արտահայտում, բայց դրաման մի քիչ այնց լավ երաժշտություն ունենում ենք, տրամադրությունը ստեղծում է, դրաման կայանում է արդեն։ Տերյան կարդում ենք, սկսում ենք լացել։ Հա, բայց կոմեդիան ինքը ծիծաղեցնելը մեծ նրբություն է պահանջում, էլի, դու պետք է բացարձակ սահմաններից դուրս չգաս, որ կարիկատուրա էս մա չդառնա այդ ամեն ինչը, ինքը շատ ասեղնագործած ինչ-որ աշխատանք է պահանջում, որ կայանա կոմեդիան են ինձ։ Բարդության մասին խոսեցիք, այն բոլոր կատակները, որով մենք ծիծաղում ենք, զվարճանում ենք, հեռուստադիտողը արդեն հասցրել է սիրել, միշտ սցենարային են, թե լինում է նաև իմպրովիզային հատված, հենց այդ պահին որոշում եք, անում եք ու շատ լավ է ստացվում։ Թե միշտ սցենարի է։ Ավելի շատ երևի սցենարի։ Հա, հիմնականում ես կասեի, հիմնականում սցենարի։ Իմպրովիզներ չեն լինում։ Լինում են, բայց ավելի քիչ, քան սցենարով գրված, մենք ավելի շատ սցենարով ենք Եթե կա տեքստով, եթե կոնկրետ կա հումոր, դրա հիման վրա իմպրովիզ չի լինում, բայց եթե տեքստը թույլ է տալիս, որ կոնկրետ հումոր չկա, ուղղակի հոմանիշներով քո իմպրովիզա անես, այդ դեպքում անում ենք, էլի։ Տեքստին չխանգարող իմպրովիզա։ Ի վերջո սցենարիստները ավելի պրոֆեսիոնալ են այդ հարցում, քան մենք դերասաններս, նրանք գրում են, նրանք ավելի ճիշտ գիտեն։ Մենք կարող է ամեն ինչ էլ անենք, բայց չի կարելի էլ ամեն պարագայում, ինչ որ գրված է պրոֆեսիոնալ մարդու ձեռքով, դա պետք է ասվի։ Վերաբերնանք կերպարներին, ինչն է ձեզ յուրաքանչյուրիդ հարազատ ձեր կերպարում եւ ինչը կցանկանայիք գուցե մի քիչ փոխել։ Ինչն եք արդեն հասցրել սիրել եւ ինչը մի քիչ Անի ջան, շատ անի, ծայր։ Քեզ ենք լսում հիմա։ Դե ինչն է հոգեհարազատ քեզ։ Դուք հո կերպարը սիրում ես, սիրել ես կերպարը։ Դե կարծում եմ, այո, վատ կերպար չի, միայն կաշառակերությունը որ վերանար, ավելի լավ կլիներ։ Կաշառակերությունը ընդհանրապես որ վերանար շատ լավ։ Այո։ Ինչով է քեզ նման Սյուզին։ Նրանով, որ ես նույնպես դպրոցում գերազանցիկ եմ, կարծում եմ միայն դա է նման եւ մնացած բոլոր հատկանիշները, կաշառակերությունը, բոլորին շանտաժանելը
Ինձ նման չէ։ Ինչպես ես հասցնում մնալ գերազանցիկ եւ նկարահանման ընթացքին մասնակցել այդքան ակտիվ, չէ՞ որ դա բավական բարդ է։ Դե եթե նկարահանումները երկար են տևում, դասագրքերս բերում եմ, շանթում եմ անում։ Իսկ հակառակը անում ես, որ սցենարը տանես դպրոցում սովորես դասի ժամին։ Փորձում եմ, բայց չի ստացվում, չեմ կարողանում կենտրոնանալ։ Լավ, իսկ դու ձեր կերպարում։ Ոյ, իմ կերպարը մի քիչ շատ բաներ կա, որ ինձ հարազատ է, բայց շատ բաներ կա, որ սցենարիստները գրում են, ես նա կարդում եմ, ասում եմ, լավ էլի, ես այնպես բան չեմ ասել, երեխեք դառնում եմ դեվրիջ կամ մի անհասկանալի բան, որ իրականում գոյություն չունի, էլի, չեմ անելու այս ինչ բաներ, բայց շատ բաներ կա, դժվար է ասել, ես ինքս ինձ պետք է հիմա ասեք, մի բան ասեք, ինչն է, որպես կերպար։ Քանի որ դուք մտածում եք Հայկը Չէ, Ռուբիկը Արտակինը, տեսքը մեն։ Դե պարզ է։ Դե դու ես խաղում, քեզ նման։ Աչե, ոչ մի բանում նման չի, այն ինչ որ ես խաղում եմ սիտկոմում, ոչ մի բանով։ Նա աշխատել չսիրող, փողը ծախսող, ծնողի աշխատանքը չգնահատող, միակ բանը որ շատ եմ սիրում, ասում եմ, որ այստեղու հարաբերությունը իր հորեղբոր կնոջ հետ շատ քաղցր է, շատ լավ է, էլի։ Ես առհասարակ սիրում եմ տենց ընտանիքներ, որ երեխեն հարսի կա ասում հորեղբոր։ Այդ գիծն եմ սիրում, բայց իմ առօրյային, իմ տեսակին այդ կերպարը բացարձակ նման չի։ Բացարձակ նման չի եւ չերը շատ են, բայց կերպարը կարողացել է սիրել ու քոնը դարձնել, այո, տեսնում ենք եթերում, որ այո, բայց սիրում ես այդ։ Հա, գիտեք, մարդիկ կան, ովքեր իրանք այն որ 80%-ով թերություն են տեղով, բայց համով են, ինչ որ իզումին կա իրանց մեջ, որ մարդիկ սիրում են այդ մարդուն իր բոլոր թերություններով հանդերձ։ Ու ասեմ ավելի, եթե նույնիսկ այդ մարդը դեպի լավը օրերից մի օր փորձի փոխվի, մարդիկ կասեն, արա, մի բան այն չի էստեղու այդ, էլի, ընդհակառակ ինչ որ վատ տեսանկյունից են նույնիսկ նայելու։ Կան այդպես համով տիպ էլի, սենց ասեմ, որ չի լինում, որ կերպարը մենակ դրական լինում, մենակ բացասական լինի, այդպիսի բան չի լինում։ Չէ, բայց բալանսը պահվում, հա։ Կոնտ էս թերություններով լի մարդիկ կան, բայց ինչ որ համով են իրանք, ինչ որ բան կա իրանց մեջ, են իսում է այդ տեսակն է այս կերպարը։ Դե պարզ հումորային է, չէր կարող լինել մեկը առանց մյուսի։ Մեկնարկը տրվելու է երկրորդ եթերաշրջանի մարտի 7-ին 8-ի նախատոնական։ Ինչն է, այստեղ կա ինչ որ նախատոնական ակցիա, թե չկա, կանանց տոներին նվիրված է, թե ոչ։ Ունենք, չէ՞, սցենարով տոնական է, ամսի 8-ին ինձ թվում է մենք տոնական ենք նկարել մարտի 8-ին նվիրված։ Ինչպես եք վերաբերվում կանանց միամսյակին, Հայկ։ Երեք Սերգեյը բավական ծանր էր այդ փաստը ընդունում։ Մի ամիս գործ։ Կարենին դեռ չեմ արժե։ Իսկ դու։ Չէ, եւս մի քանի օր կնոջը մեծարելու հնարավորություն, չգիտեմ, կնոջը լավ ժամանակ։ Չէ, տխուր չէ, ուղղակի ուզում եմ մտածեմ, որ ճիշտ արտահայտում, հետո պատասխան պիտի դառնում է ոնց որ պարտականություն լինի այդ միամսյակը։ Գիտեք ո՞նց է, ես ասենք որ համեմատեմ, օրինակ երբեք մարդը բան չի, էլի, ասենք տանը չի պարապում, չէ, բայց որ գնում ասենք մարզասրահ գումարա տալի, լավ պարապում։ Հիմա ասենք շատ-շատերը տարվա ընթացքում, ասենք այն վերաբերմունքը ցույց չեն տալիս իրենց կնոջը, ինչ որ օրինակ մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Այդ ինչ որ ստիմուլ է, որ հա, սխալ եմ ասում։ Մենք դեմ ենք կանայքս կարծում եմ, ինչի անպայման մարտի 8-ից ապրիլի 7։ Ողջ տարին, չէ՞, դու ողջ տարին եք ուզում։ Չէ, իրականում դա շատ է, եթե որպես այդպես պիտի նայես, հա, նվիրված կանանց, մեծարենք եւ այլ, չէ, պետք է ուղղակի ամբողջ տարին կարծում եմ Տիկին Աշար, դուք ինչ կասեք, շատ է բան, ինչ ասում կանանց մեծարել, կանանց տոն, կանանց, իսկ տղամարդիկ տղամարդկանց տոն գոյություն ունի։ Մնացյալ 11 ամիսները մենք նվիրում ենք տղամարդկանց։ Լավ էլի։ Ես միշտ սիրում եմ Տիկին Արշալույսին, նա նկարահանման ժամանակ միշտ, երբ որ խոսվում է կնոջ տղամարդու հարաբերության, միշտ տղամարդուն է պաշտպանում։ Դե չէ, մենք ունենք բանակի օրը հունվարի 28-ը եւ հնուց մնացած փետրվարի 23-ը հատվածներ կարող ենք համարել։ Չէ, դե Տիկին Արշալույս, հիմա կնոջը մեծարել չեմ ասում, էլի չոքենք, չգիտեմ, ես կոտորենք, բայց դու կողմից ես այս հարցում։ Ես կարծում եմ փոքր եմ ինչ-որ մեկի կողմից լինելու համար։ Դիվանագետ ինչպես կերպարից այնքան էլ հեռու չես այս դեպքում։ Այսինքն իրականում էլ շատ խելոք երեխա է, շատ։ Այո։ Գանք սերիալին, թե փորձելով ամփոփելով, հա, խոսենք, ինչ է սպասում հեռուստադիտողին երկրորդ եթերաշրջանում։ Չգիտեմ։ Կարճ, անոնսի կարգի այսպես։
Նոր կերպարներ, նոր ինտրիգներ, կոնֆլիկտներ անպայման, միանշանակ առանց դրա չի լինելու։ Ծավալուն եւ խոցելի։ Դրանք ախր սցենարիստն է որոշում այդ ամեն ինչը, մենք կատարող ենք, այսպես կոպիտ եթե ասեմ, մենք կատարող ենք։ Բարի։ Հա, նոր ռիթմ, նոր զարգացումներ, մեծ հետաքրքրություն։ Եվ իհարկե բարձր տրամադրություն ինչի համար եւ ստեղծված է սիտկոմը։ Դա միանշանակ, հա, դա։ Երկրորդ եթերաշրջանը հիշեցնում ենք, որ կմեկնարկի մարտի 7-ին հարգելի հեռուստադիտող դուք եւս էլի շատ անգամներ, 7-ին հնարավորություն կունենաք ծանր աշխատանքից հետո երեկոյան նստել, զվարճանալ, ուրախանալ եւ չմտածել առօրյա հոգսերի մասին, դրական լիցքեր ստանալ, որպեսզի սկսեք հաջորդ օրը բարձր տրամադրությամբ։ Այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է ձեզ հաջողություն ենք մաղթում եւ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ապրիլ ամսին արվեստների եւ արհեստների մայրաքաղաք Գյումրիում կկայանա երաժիշտ կատարողների վերածնունդ միջազգային 8-րդ մրցույթ փառատոնը։ Միայն մասնակիցների թիվը եւ երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ վերածնունդ մրցույթ փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը։ Այս անգամ դրան կմասնակցեն ավելի քան 3000 երաժիշտներ աշխարհի շուրջ 40 երկրներից։ Մրցույթ փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը, հատկապես մարզերում։ Հատկապես Գյումրիում, այո, արվեստների եւ արհեստների մայրաքաղաք Գյումրիում։ Դե ինչ հիշեցնենք եւս մեկ անգամ, որ մարտի 6-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ժամը 19-ին տեղի կունենա ժողովրդական երգ նոր սկիզբ խորագրով համերգը։ Բոլոր նրանց, ովքեր սիրում են ժողովրդական երգը եւ ուզում են մոտ լինեն ազգայինին, հրավիրում ենք միասին տոնելու ազգային տոնը։ Բայց դա դեռ ամենը չէ, որովհետև նույն օրը շանթի ու երեկոյան եթերում արդեն ժամը 21-ին կմեկնարկի պրեմիերա 3 երաժշտական նախագիծը։ Եթերաշրջանը, որը ստեղծում է հարթակ բոլոր այն շնորհալիներին, ովքեր դեռ հնարավորություն չեն ունեցել ինքնարտահայտվելու այս նախագծի շնորհիվ եւս մի քանիսը կդառնան աստղեր։ Մենք ձեզ այսօր հրաժեշտ ենք տալիս ցանկանալով ձեզ հաճելի հանգստյան օրեր, 4 ոչ աշխատանքային, նախատոնական եւ տոնական օրեր կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, մնացեք բարիավ։ Առայժմ Քեզ տենչում իմ հոգու կարոտի ձայնը լուր քեզ կանչում